Եսայի 53:11 ասում է. իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնի եւ կշտանա։ Իր գիտությամբ պիտի արդարացնի իմ արդար ծառան շատերին, որովհետև նրանց անօրենությունը ինքը կրեց։ Բայց շեշտադրումը ուզում եմ դնել այստեղ աշխատության վրա։ Իր աշխատության պտուղը պիտի տեսնի եւ կշտանա։ Գիտեք, մենք այս խոսքի մեջ ենք բառիս ամենաուղիղ իմաստով։ Մենք այս խոսքի տարրերն ենք, ես ու դու հիմա որ այստեղ ենք։ Մենք Հիսուսի աշխատության պտուղն ենք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ինչ արեց այդ աշխատությամբ Տեր Հիսուսը։ Այդ աշխատությունը մի քանի բաներից է կազմված։ Առաջինը խաչելություն եւ մահ, երկրորդը հարություն, երրորդը համբարձում, համբարձվեց։ Բայց ու սրանով վերջ, ոչ, շարունակվում է։ Ինչ է անում երկնքում։ Բարեխոսում է մեզ համար։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Այս աշխատությունը Հիսուսի դեռ շարունակվում է, որը սկսվել է խաչելությունից եւ մահից նրա։ Շարունակվել է հարությամբ եւ համբարձմամբ եւ հիմա էլ շարունակվում է, դեռ չի հասել իր ավարտին նրա աշխատությունը, շարունակվում է մեզ համար բարեխոսելով։ Բայց թույլ տուր ասեմ, մենք եւս այս աշխատության մեջ մաս ենք կազմում, ոչ միայն որպես պտուղ, այլ նաեւ որպես պտուղ տվող։ Սիրելիներ, հստակ եմ բացատրում միտքս։ Այո, դու նաեւ պտուղ ես, բայց նաեւ պտուղ տվող ես։ Պտուղի մեջ պտուղ տալու ընդունակություն կա, թե ոչ։ Սերմ կա խնձորի մեջ։ Խնձորի կուտը ով է տեսել։ Շատ մեծ լուրջ հարց եմ չէ տալիս։ Բոլորս յուրաքանչյուր խնձորի մեջ կա կուտ, սերմ։ Այն խնձորը, որը առաջացել էր այդ փոքրիկ սերմից, իր մեջ եւս ունի այդ նույն սերմը։ Իր նման խնձոր արտադրելու համար, հալելույա, քո մեջ ամեն ինչ կա, քո նման մեկին, քո կողքին ունենալու համար։ Փառք Տիրոջը, ամեն ինչ արել է Աստված։ Ամեն բան տեղնակցել։ Ոչ մի բան պակաս չկա։ Մարգարեության մեջ ասում է, «Էլ ինչ կա, որ ես պիտի անեի ձեզ համար, բայց չեմ արել»։ Մենք էլ ենք, չէ, շատ ենք օգտագործում, հենց այդ ճիշտ նույն խոսքը հայերիս մեջ տարածված է, չէ՞, փոխհարաբերությունների մեջ։ Ասում ենք այդ բաներ, ասում ենք, մանավանդ ծնողներ կան, չէ՞, մենք մի քիչ անհնազանդ երեխեքին ասում են, «Էլ ինչ կա քո համար, որ պետք է անեի, բայց չեմ արել»։ Ամեն ինչ արել եմ, բայց դա հələ ծնողները, որոնք մարդ են, սովորական, բայց Աստված ամենա առաջինը իրավունք ունի այս բանը ասելու եւ միայն նրա հետ կապված է այս ամեն ինչը ճիշտ։ Իրականում, էլ ինչ կա պակաս, որ Աստված պետք է աներ, բայց չի արել։ Չկա պակաս բան։ Որդուն տվել է, Սուրբ Հոգին ուղարկել է, փրկության գործը կատարված է։ Մենք էլ որպես պտուղ ենք եւ բայց նաեւ որպես պտուղ տվող ենք, շարունակող ենք այդ փրկության գործը, որի հիմքը դրվել է, որի սկիզբը Տեր Հիսուսն է։ Ամեն։ 5-րդն էլ կլինի նրա վերադարձը եւ այդ ժամանակ ամեն ինչ կվերջանա։ Փառք Աստծուն։ Սպասում ենք։ Հալելույա, բայց ակտիվ ձևով սպասենք։ Սիրելիներ, քանի դեռ ժամանակ ունենք, Եսթերի նման մտածենք, Մուրդքեի նման մտածենք։ Թող այդ խոսքը հնչի մեր ականջներին, մշտապես Մուրդքեի խոսքը։ Ով գիտի։ Գուցե հենց այս ժամանակի համար ես դու հասել այստեղ։ Գուցե հենց մի այսպիսի ժամանակի համար։ Կարող ենք նույնիսկ առանց սխալվելու ասել, ոչ թե գուցե, այլ հաստատ։ Դու գուցե քեզ այդքան էլ ինչ որ չես զգում համապատասխան, բայց Աստված ունի իր գուցեն։ Աստված քեզ նայում է ուրիշ հայացքով, դու էլ իր հայացքով նայի քեզ։ Իսկ իր հայացքը իր կամքի, իր խոսքի մեջ արտահայտված է։ Փառք Տեր Հիսուս Քրիստոսի։ Ամեն։ Հրաշալի է։ Ջերմ ծափահարենք Տիրոջը եւ աղոթենք։